Ողջույն բոլորին, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Սկսենք Գլենդելի High School-ում սովորողների համար հայտարարությունից։ Այսօր Գլենդելի ոստիկանությունը Բրոդվեյում կայանված մեքենաների վերաբերյալ լուրջ մտահոգություններ է հայտնել։ Հետայսօր Գլենդելի ոստիկանությունը կհետևի բոլոր կայանման նշաններին եւ կանոնները խախտող կայանված մեքենաները կտուգանվեն, իսկ որոշ դեպքերում կքարշակվեն։ Այսօր հնչել է նախազգուշացում։ Աշակերտներին դպրոց տանելու եւ տուն բերելու ժամերին Բրոդվեյ եւ Վերդուգու փողոցներն ուղղակի անանցանելի են դառնում։ Բազմաթիվ բողոքներ են ստացվել այս փաստի հետ կապված, ինչի արդյունքում Գլենդերի ոստիկանությունը մտահոգությունները փոխանցել է ավագ դպրոցին։ Դպրոցից են խնդրել, որ ժամանակ տրամադրել մինչև վաղը, որ կարողանան պատշաճ կերպով տեղեկացնել ծնողներին եւ աշակերտներին։ Այսօր Լոս Անջելեսի մի շարք ավագ դպրոցների աշակերտներ դասադուլ են հայտարարել եւ դուրս եկել բողոքի ակցիային դեմ ներգաղթային ծառայության ICE վերջին գործողությունների։ Կեսօրին աշակերտական ցույցը տեղի էր ունենում քաղաքի կենտրոնում Spring Street-ում։ Աշակերտները մոտավորապես ժամը 10-ին էին լքել դասարանները եւ շարժվել դեպի Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենք, որտեղ կայացել են ելույթներ, այնուհետև նրանք երթով դեպի ներգաղթային կալանավայրի տարածք են շարժվել, որտեղ հերթական հանրահավաքներ։ Լոս Անջելեսի ոստիկանությունը նախապես փակել էր ճանապարհները, ապահովելով անվտանգությունը։ Երթը անցել է Little Tokyo թաղամասով, իսկ մոտավորապես ժամը 14:30-ին վերադարձել են քաղաքապետարանի տարածք, ապա ակցիան ավարտել նախատեսված ժամին 15:00-ին։ Հաղորդվում է, որ որոշ աշակերտներ բողոքի երթին մասնակցելու համար օգտվել են մետրոյից ի հիշատակ քաղաքացիական իրավունքների շարժման խորհրդանիշ Ռոզա Փարքսի ծննդյան օրվա։ NBC Today հաղորդման հաղորդավարուհի Սավանա Գատրին հայտարարել է, որ ընտանիքը պատրաստ է կապ հաստատել այն անձանց հետ, որոնք պահում են իր մորը, սակայն պահանջում է ողջ լինելու մասին հստակ ապացույց։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում Գատրին նշել է, որ ընտանիքը տեղյակ է մամուլում շրջանառվող հնարավոր փրկագնային նամակի մասին։ Մենք պատրաստ ենք խոսել, սակայն ապրում ենք մի աշխարհում, որտեղ ձայներն ու պատկերները հեշտությամբ կարող են կեղծվել, ասել է Գատրին։ Մենք պետք է առանց որևէ կասկածի իմանանք, որ նա ողջ է եւ դուք նրան պահում եք։ Մենք ցանկանում ենք ձեզ լսել եւ պատրաստ ենք լսել։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ 84-ամյա Նանսի Գատրին անհետացել է շաբաթ երեկոյան Տուսոն քաղաքի մերձակայքում գտնվող իր տանից։ Իրավապահների տվյալներով կամ բռնի մուտքի հետքեր եւ իշխանությունները համոզված են, որ նա դուրս է բերվել տանից իր կամքին հակառակ։ Պիմա շրջանի շերիֆ Քրիս Նանոսը հայտարարել է, որ քննիչները չեն կարծում, որ սա տարեստերի նկատմամբ հերթական հանցագործությունն է, այլ կոնկրետ միջադեպ է։ Նրա խոսքով որոշ տեսախցիկներից առկա են տեսագրություններ, որոնք փոխանցվել են քննության մարմիններին, սակայն այս պահին որևէ կասկածյալ կամ հետաքրքրություն ներկայացնող անձ չի հայտնաբերվել։ Մի քանի լրատվամիջոցներ հայտնել են, որ ստացել են ենթադրյալ փրկագնային նամակներ, որոնք փոխանցվել են քննիչներին։ Շերիֆի գրասենյակը հաստատել է, որ բոլոր նման տեղեկությունները ուսումնասիրվում են, սակայն մանրամասներ չի հաղորդել։ Նյու Յորքի Ալբանի քաղաքում գտնվող Վիկտորի Չերչը հայտարարել է $25,000 պարգևատրության մասին տեղեկության համար, որը կհանգեցնի Նենսի Գատրիի հայտնաբերմանը։ Սպիտակ տունն էլ հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է հեռախոսազրույց ունեցել Սավանա Գատրիի հետ։ Today հաղորդումը արդեն երրորդ օրն է, սկսվում է Նենսի Գատրիի անհետացման մասին լուրերով, սակայն Սավանա Գատրին չի ներկայանում եթերում։ NBC Sports-ն էլ հայտնել է, որ նա չի լուսաբանի 26 թվականի Միլան Կորտինա ձմեռային օլիմպիական խաղերը ընտանիքի կողքին լինելու նպատակով։ Այսօր Գերագույն դատարանը թույլ է տվել Կալիֆոռնիային օգտագործել նոր կոնգրեսական ընտրատարածքների քարտեզը, որը միջանկյալ ընտրությունների համար կարող է մինչև 5 դեմոկրատական մանդատ ավելացնել։ Դատարանը մերժել է հանրապետականների արտակարգ դիմումը քարտեզի կիրառումը կասեցնելու պահանջով։ Թրամփի վարչակազմի աջակցությամբ Կալիֆոռնիայի հանրապետականները պնդում էին, որ քարտեզը հակասահմանադրական է եւ հիմնված է ռասաների վրա կամ ռասայականության վրա։ Նրանք հղում էին անում քարտեզի հեղինակի հայտարարություններին, ըստ որոնց նոր ձևավորումը ուժեղացնում է լատինոամերիկյան ընտրազանգվածի ազդեցությունը։ Գերագույն դատարանը մեկ նախադասության որոշմամբ առանց արձանագրված տարաձայնությունների մերժել է արտակարգ միջնորդությունը։ Սա վերջնական վճիռը չէ եւ գործը կարող է կրկին հասնել դատարան ազդելով ապագա ընտրական ցիկլերի վրա։ Որոշումը սպասելի էր, քանի որ դատարանը նախկինում նշել էր, որ թե Թեքսասը, թե Կալիֆոռնիան իրենց քարտեզները վերաձևել են քաղաքական շահերից ելնելով։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քարտեզների փոփոխություն է նախաձեռնել էր այն բանից հետո, երբ Թեքսասի հանրապետականներն անցել էին միջցիկլային վերագծագրման, ավելացնելով նպաստող մանդատներ։ Չնայած միջանկյալ ընտրությունների համար քարտեզների ճակատագիրը կարծես որոշված է, երկու գործելներ կարող են վերադառնալ Գերագույն դատարան ապագա ընտրական շրջանների համար։ Ըստ կանխատեսումների հանրապետականները կարող են շահել մինչև 9 նոր մանդատ, իսկ դեմոկրատներն առնվազն 6, հիմնականում Կալիֆոռնիայի եւ Յութայի հաշվին։
Այսօր դատավորը ՑՄ ազատազրկման է դատապարտել Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ռայան Ռութին։ Ըստ գործի նյութերի գաղտնի ծառայության գործակալները գոլֆի դաշտի տարածքում թփերի մեջ թաքնված հայտնաբերել էին 59-ամյա Ռայան Ռութին կիսաավտոմատ հրազենով։ Դեպքը տեղի էր ունեցել 2024 թվականի նախագահական ընտրություններից 2 ամիս առաջ։ Մարտին Քանթրի շերիֆի գրասենյակի տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները կարճ ժամանակ անց ձերբակալում Ռութին։ Նա փորձել էր փախուստի դիմել, սակայն որևէ կրակոց չէր արձակել։ Սեպտեմբերին ատենակալները Ռութին մեղավոր էին ճանաչել քրեական 5 հոդվածով, այդ թվում մահափորձի համար։ Նա իրեն մեղավոր չէր ճանաչել, ազատել էր փաստաբաններին եւ դատանում ներկայացել ինքնապաշտպանությամբ։ Դատավճիռի հրապարակման ժամանակ դատախազը հայտարարել է, որ Ռութի գործողությունները նպատակ ունեին խարխլել ամերիկյան ժողովրդավարությունը եւ դատարանին կոչ էր արել հստակ ուղերձ, որ քաղաքական բռնությունը անընդունելի է։ Դատարան ներկայացված փաստաթղթերում Ռութը հերքել է, թե մտադրություն է ունեցել սպանել Դոնալդ Թրամփին եւ նշել է, որ պատրաստ է բանտում անցնել հոգեբանական բուժում խանգարման պատճառով։ Դոնալդ Թրամփը դատավճիռից հետո գրառում է արել True Social հարթակում, նշելով, որ մեղադրյալը շատ չար մարդ էր, չար մտադրությամբ եւ հավելել, որ իրավապանները կարողացել են նրան ժամանակին կանգնեցնել։ Մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ լայքել մեր նյութերը, կանխավ շնորհակալ եմ եւ շնորհակալ եմ համագործակցության համար մեր գործընկերներին Monarch Laundry-ին, Inter United մանկապատանեկան ֆուտբոլի ակադեմիային, Top Choice Collision Center-ին, Cosmopolis Restaurant and Banquet Hall-ին, Կոզանյան Meat and Liquor եւ Կոզանյան's Family Market-ներին եւ Gerry's Mom's Bakery-ին։ Շարունակենք։ Սպիտակ տանն այսօր առաջին տիկին Մելանիա Թրամփը հյուրընկալել է Ավիվա եւ Քիթ Սիգլներին, Իսրայելում Համաս խմբավորման կողմից նախկինում գերեվարված ամուսիններին։ Տիկին Թրամփը հայտնել է, որ Ավիվա Սիգլը գերության մեջ է եղել 51 օր, իսկ նրա ամուսինը 484 օր։ Նրանք գերեվարվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Համասի կողմից իրականացված հարձակման ընթացքում։ Առաջին տիկնոջ խոսքով Ավիվա Սիգլի ազատ արձակումից հետո նա կապ է հաստատել իր հետ, ինչի արդյունքում նախորդ տարի հունվարի Նյու Յորքում կայացել է հանդիպում։ Այդ հանդիպումը նկարահանվել է եւ ընդգրկվել Մելանիա Թրամփի նոր վավերագրական ֆիլմում։ Նա նշել է, որ հանդիպումից հետո իրավիճակի մասին տեղեկացրել է ամուսնուն Դոնալդ Թրամփին, ընդգծելով, որ նա մշտապես ներգրաված է եղել պատանիների ազատ արձակման գործընթացում։ Մելանիա Թրամփը հավելել է, որ այս պահին բոլոր պատանիները վերադարձել են իրենց ընտանիքների մոտ։ Քիթ Սիգլը շնորհակալություն է հայտնել Մելանիա եւ Դոնալդ Թրամփներին աջակցության եւ միջնորդական ջանքերի համար, նշելով, որ նրանց ներգրավվածությունը կարևոր դեր է ունեցել իր եւ մյուս պատանիների ազատ արձակման գործում։ Նա հավելել է, որ ազատությունից հետո որոշել է համագործակցել Իսրայելի մարդասիրական կազմակերպությունների հետ, աջակցելու աշխարհի տարբեր հատվածներում գտնվող փախստականներին։ Սիգլի խոսքով նա եւ Ավիվան վերջերս այցելել են Քենիայի Կակումա փախստականների ճամբար, որտեղ իսրայելական կազմակերպություններն ապահովում են մաքուր ջրի, հիգիենայի, սանիտարական պայմանների եւ կրթության հասանելիություն։ Ավիվա Սիգլն էլ հավելել է, որ որոշել է գիրք գրել նվիրված իր թոռներին։ Գրքում նա պատմելու է գերության ընթացքում ապրած ծանր փորձությունների մասին, ընդգծելու այն մարդկանց դերակատարությունը, որոնք նպաստել են պատանիների ազատ արձակմանը։ Այսօր այս թեմային անդրադարձել եմ, բայց եկեք մի փոքր մանրամասներն ի դեպ, եթե չեք դիտել օրվա առաջին հատվածի լուրերը, ապա այն կգտնեք մեր ալիքում։ Դիտեք, որովհետև լուրերը չեն կրկնվում։ Սահմանային հարցերով պատասխանատու Թոմ Հոմանը հայտնել է, որ մոտ 700 դաշնային ներգաղթային գործակալ դուրս կբերվի նահանգից, բայց շուրջ 2000 գործակալ դեռևս կմնա տեղում, ինչը Մինեսոտայի դեմոկրատ ղեկավարների գնահատմամբ շարունակում է չափազանց բարձր թիվ մնալ։ Նրա խոսքով գործակալների թվի կրճատման պատճառը պետական եւ տեղական իշխանությունների հետ համագործակցության որոշակի առաջընթացն է, սակայն վերջնական նպատակն է վերադառնալ Մինեսոտայում դաշնային ներգաղթային ծառայությունների սովորական ներկայությանը մոտ 150 գործակալ առանց հստակ ժամանակացույց նշելու։ Նախագահ Թրամփը վերջերս է Հոմանին ուղարկել Մինեսոտա նվազեցնելու Մինեապոլիսում առաջացած լարվածությունը, որը սրվել էր հատկապես այն բանից հետո, երբ ներգաղթային գործողությունների ընթացքում սպանվել էին ԱՄՆ 2 քաղաքացի։ Կոնգրեսում էլ ցուցմունք են տվել Ռենե Գուդի եղբայրները, առաջին սպանվածը։ Ռենե Գուդը հունվարի 7-ին իր ավտոմեքենայում մահացու կրակոց էր ստացել ICE աշխատակցի կողմից։ Եղբայրները հայտարարել են, որ այդ դեպքը միշտ է փոխել իրենց ընտանիքի կյանքը։ Թոմ Հոմանը նաև հավելել է, որ վերջերս ունեցել օգտակար քննարկումներ նահանգի եւ քաղաքի դեմոկրատ ղեկավարների հետ։ Հարցին արդյոք գործողությունը հաջողված է եղել, նա պատասխանել է, որ այն ուղղակի նպաստել է հանրային անվտանգության բարելավմանը, սակայն խոստովանել է, որ գործողությունը կատարյալ չի եղել։ Ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմը այսօր այցելել է ԱՄՆ Մեքսիկա սահման Արիզոնա նահանգում։ Այս ընթացքում նա հանդիպել է սահմանային ծառայությունների աշխատակիցների հետ եւ բարձր է գնահատել նրանց աշխատանքը։ Նոեմը նշել է, որ վերջին շրջանում սահմանին արձանագրվել է մի շարք ցուցանիշների բարելավումներ, այդ թվում ֆենտանիլի մաքսանենգության նվազեցում,
ինչպես նաև ԱՄՆ սահմանապատ ծառայության և ներգաղթյալների շփումների կտրուկ նվազում, որը ըստ նրա հասել է վերջին 50 տարվա ամենացածր մակարդակին։ Նա նաև ընդգծել է սահմանային պատի շարունակվող կառուցապատման կարևորությունը այն հատվածներում հատկապես, որտեղ դեռևս բացեր կան։ Նախարարը հայտարարել է, որ սահմանային վերահսկողության ուժեղացումը շարունակվելու է, հավելելով, որ վարչակազմը պատրաստվում է ներդրումներ կատարել տեխնոլոգիաների և մարդկային ռեսուրսների ոլորտում նախագահ Դոնալդ Թրամփի տեսլականի շրջանակում։ Դատական և հասարակական քննադատության ֆոնին Թրամփի վարչակազմը հայտարարում է հիմա, որ այսի մարտավարությունը կվերանայվի։ Քրիստի Նոեմի խոսքով առաջիկայում այսի աշխատակիցները կկրեն մարմնի վրա ամրացվող տեսախցիկներ գործողությունների թափանցիկությունն ապահովելու համար։ Այցի ընթացքում Նոեմը նաև պարգևատրել է սահմանային աշխատակիցների։ Նրանցից երկուսը մասնակցել էին ավտովթարի զոհերի փրկարարական աշխատանքներին, իսկ երրորդը կանխել էր զինված միջադեպը սահմանային գոտում Նոգալես քաղաքի մոտակայքում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է ուղիղ բանակցությունների Իրանի հետ, ընդգծելով, որ հանդիպումները չեն դիտարկվում որպես զիջում կամ Իրանի վարչակազմի լեգիտիմացում։ Պատասխանելով հարցին ուրբաթ նախատեսվող հնարավոր բանակցությունների ձևաչափի և վայրի վերաբերյալ, Ռուբիոն նշել է, որ Միացյալ Նահանգները սկզբում ենթադրել էր, թե քննարկումները կկայանան Թուրքիայում գործընկեր երկրների մասնակցությամբ համաձայնեցված հարթակում։ Սակայն նրա խոսքով Իրանի կողմից հնչել են հակասական հայտարարություններ այն մասին, թե նման պայմանավորվածություն գոյություն չի ունեցել և հարցը դեռևս քննարկման փուլում է։ Ռուբիոն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը սկզբունքորեն պատրաստ է հանդիպել և խոսել աշխարհի ցանկացած երկրի հետ, անկախ նրանից դա դաշնակից է, թե հակառակորդ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգները պատրաստ է լսել և քննարկել, եթե Իրանի հետ ուղիղ շփման հնարավորություն ստեղծվի։ Ինչ վերաբերում է բանակցությունների օրակարգին, պետքարտուղարը նշել է, որ իրական արդյունքների հասնելու համար քննարկումները պետք է ներառեն մի շարք առանցքային հարցեր։ Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, տարածաշրջանում ահաբեկչական կազմակերպություններին ցուցաբերվող աջակցությունը, միջուկային ծրագիրը, ինչպես նաև Իրանի ներսում բնակչության նկատմամբ վերաբերմունքը։ Ռուբիոն ընդգծել է, որ Իրանի ներկայիս վարչակարգի հիմնական խնդիրը երկրի տնտեսական վիճակն է։ Նրա խոսքով, Իրանը լինելով հարուստ երկիր, իր ռեսուրսների մեծ մասը ծախսում է արտաքին գործողությունների, ահաբեկչական խմբավորումների և տարածաշրջանային ազդեցության վրա, այլ ոչ թե սեփական ժողովրդի կյանքի որակի բարելավման։ Պետքարտուղարը նաև հավելել է, որ Իրանի ժողովուրդը և Իրանի վարչակարգը էապես տարբեր են։ Նրա խոսքով կրոնական ղեկավարությունը չի արտացոլում երկրի ժողովրդի արժեքներն ու ցանկությունները, իսկ Միացյալ Նահանգների հույսը հենց այդ տարբերության վրա է հիմնված։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։